Ես չհանդգնեմ էլի քպայականի մտքի թռիչքը մեկնաբանել, ես գոյություն չունեցող բաներ չեմ մեկնաբանում, բայց այնուամենայնիվ մի քանի կետ էլի պարոն Սիմոնյանի նշածներից։ Մեկ, նոր ստեղ կանգնած Ադրբեջանի փաստաբանությունն էր անում, ասում է դե բաներ կան, որ Ադրբեջանն էլ է համարում, որ Հայաստանը լավ չի անում, կարող եմ հատ էլ քարոզ էստեղ կարդան Ադրբեջանի քպայականները, հաջորդ կետ։ Բացի դրանից, պարոն Սիմոնյանը շատ զարմացած էր, թե ինչով է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կապված այդ թվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ես ուզում եմ հիշեցնել 3 տարի շարունակ Փաշինյանը երբ խոսում էր, ասում էր այդ թվում նաև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում տեղի է ունեցել այս ամենը, մեկը մյուսի հետ փոխկապակցված է եւ այլն եւ այլն։ Այնպես որ դրանք իրար հետ կապը տեսել է Փաշինյանը, այլ ոչ թե ես ու պիտի փորձեմ դրանք հերքել։ Եվ ամենահետաքրքրականը ես այդպիսի բան չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աթոռին նստած մարդը վեր կանա ու ասի, որ Հայաստանը որպես կանոն չէր ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները, Ադրբեջանը տենց էլ համարում էր դրա համարել խաղաղության պայմանագրի այսպես կոչված հետ ունեն այս արձագանքը Ադրբեջանից։ Եթե տեքստը հարմար է որևէ պայմանագրի մեր ու Ադրբեջանի միջև, դա պիտի հաշտարվի։ Աշխարհաքաղաքական համատեքստը այս պահին աշխարհում շատ բարդ է առհասարակ որևէ պայմանավորվածության հասել, էլուր մնար Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան հանճարեղ դիվանագիտական զույգի գործունեության համար, բայց դա առանձին պատմություն է։ Նաև մի շատ հետաքրքրական բան կա։ Ռեալ իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանը չէր հավատում, Ադրբեջանի համար անընդունելի զարմանալի էր, որ Հայաստանը ընդունել է այդ առաջարկները։ Այսինքն նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները։ Այսինքն այնքան վատն է, տեքստը ես դեռ չեմ տեսել, գիտեմ այնքան ինչքան հրապարակել, որ նույնիսկ ըստ Ալեն Սիմոնյանի Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կարելի է նաև անվանել կրկնակապիտուլյացիան։ Սա Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը ուղղակի ինքնախոստովանական է։ Ավելին ասեմ, կապված այն գործընթացի հետ, որ իրենք իրականացնում են։ Իրենց նոր թեզը, չգիտեմ, SMS-ով են բաժանում, ինչով են բաժանում, այնտեղ բոլոր կետերը երկկողմանի են։ Դա մարազմի գագաթնակետն է։ Ես ծխող եմ, դուք ծխող չեք։ Եթե ես եւ դուք հիմա պայմանավորվենք, որ սկսած վաղվանից մեզանից որ մեկը առաջինը ծխի, մյուսին վճարում է $1000, դա երկկողմանի պայմանագիր է, չէ՞։ Բայց դա աբսուրդ է, որ դուք ծխող չեք, ու այդտեղ ամենահավանականը, որ կպարտվեմ ես եմ։ Ու այդպես այդ պայմանագրի արդեն իսկ հրապարակայնացված բոլոր կետերն են։ Իհարկե, ձևակերպվում է դա որպես երկկողմանի, բայց այնուամենայնիվ բովանդակության մեջ վերջնարդյունքում դա Հայաստանի Հանրապետության զիջումն է։ Եվ մի հետաքրքրական կետ էլ, իրանք իրանցով, իրանց ԱԳՆ փոխնախարարը, նախարարը, Փաշինյանը չեն կարողանում հասկանալ։ Հիմա այդ պայմանագրում իրենց իսկ բացահայտմամբ տեղ գտած երրորդ երկրների ուժերի սահմանի երկայնքով տեղակայման արգելքը տարածվում է եվրոպական դիտորդական առաքելության վրա, թե չի տարածվում։ Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը օտարերկրյա կամ երրորդ երկրի ուժ համարվում է, թե չի համարվում։ Սրանից 2-3 տարի առաջ ես հիմա չեմ պատրաստվում երկար քննարկել, թե արդյունավետ էր, թե արդյունավետ չէր իրառումը, անհրաժեշտություն էր, անհրաժեշտություն չէր։ Հիմա մենք քննարկում ենք այլ բան։ Փաստորեն Ադրբեջանի պահանջով այդ թեկուզ 0.0 կարևոր չի, թե ինչքան տոկոսով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ավելացնող գործոնը վերացվելու է։ Տղերք, 2 տարի առաջ դրա հակառակն էիք ասում եք, որ դա փրկություն է, առանց դրա հնարավոր չի եւ այլն եւ այլն։ Հիմա է տենց հեշտ, ինչի եք պատրաստ դրանից Պարոն Մամիջանյանը, ավարտվեց Սերսաքսյանական եւ Քոչարյանական մինամարտը, թե ժամանակավոր հրադադար։ Ես այդպիսի ձևակերպում չէի տա։ Երկար տարիներ շարունակ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող այս կամ այն վարձու կնոպկայով խոսացող եւ արարող գործիչների մանր հարցակումները ինչ որ պահից սկսած մենք այլևս դա հանդուրժելու համբերություն չունենք մեզ մեկ սուտ ասողը կստանա 10 ճշմարիտ պատասխան փառք մեր մասին բոլոր սուտ ասողների տակ այնքան կեղտ կա որ անverջ կարելի է դրա մասին խոսել ուստի մենք չենք սա սկսել մենք էլ չենք կարող ասել թե երբ կավարտվի Պարոն Մամեջանյան, կարելի է ենթադրել, որ նաև լսել